Ոստիկանության հորդորներին հակառակ մեր գյուղերում այսօր էլ, ինչպես հնում, շատերը դուր կողպելու սովորություն չունեն։ Հարևան լինի թե կողմնակի մարդ, տան դռները բոլորի առաջ բաց են, անգամ գիշերը, գողին էլ ինչ է պետք, բաց դուռ։ Սեպտեմբերի 28-ին այդպես էլ եղել էր, ինչ-որ մեկը, որ հավանաբար լավ գիտեր, թե արշալույսիներից սովորության համաձայն տան դռներն ովքեր չեն կողպում, գիշերով գործի էր անցել, երկու տուն էր մտել, մի տան ննջարանից 120,000 դրամանոց բջջային հեռախոս էր թռցրել, մյուսի սենյակներից մեկի սեղանից տանտիրուհու դրամապանակն ու նույնքան աննկատ, ինչպես մտել էր, հեռացել։ Առավոտյան մինչ տանտերերը փորձում էին հասկանալ, թե նրանցից ով որտեղ է կորցրել հեռախոսը, ուր դրել դրամապանակը, ոստիկաններն արդեն պարզել ու գտել էին կասկածյալին։ Տուժողները ոստիկանություն չէին դիմել, սակայն բաժնում տեղեկություններ ստացանք ոչ միայն գողության երկու դեպքերի, այլ նաև այն մասին, որ նշված հանցագործությունները հնարավոր է կատարած լինի նույն գյուղի բնակիչ Սամվել Հասոյանը, որին էլ Արմավիրի մարզի Արշալույս գյուղից սեպտեմբերի 28-ին հայտնաբերեցինք և բերման ենթարկեցինք ոստիկանության վարշապատի բաժին։ Սամվել Հասոյանը բաժնում խոստովանական բացատրություն է տվել, սակայն տեսախցիկի առաջ խոսել չցանկացավ։ Հասոյանը համագյուղացիների տներում վերանորոգման աշխատանքներ էր կատարում, շատերին իստուկացին էր տեղյակ, վստահում էին իրեն, ինքն էլ վստահ, գիշերով հարևանների տուն էր մտել ու գողացել ձեռքի ընկածը։ Տուժողներից ընդունվել են հաղորդումներ, փաստի առթիվ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով գողությունը, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով, հարուցվել է քրեական գործ։ Քննությունը շարունակվում է։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հոկտեմբերի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 30 դեպքից բացահայտվել է 26-ը։ Բացահայտվել է գողության 8, խարդախության 10, յուրացման 4, խուլիգանության 2, կողոպուտի, ավտոմեքենա փախցնելու, գույքի դիտավորության ոչնչացման և ապօրինի ծառահատման մեկական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 4, գողության 3, խարդախության և գույքի դիտավորության ոչնչացման մեկական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 38 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ զոհվել է, 57-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում տուգանային հրապարակ են տեղափոխել 109 տրանսպորտային միջոց, որից 77 մեքենայի վարորդ եղել են ոչ ստավ վիճակում, իսկ 32-ը առանց համապատասխան փաստաթղթերի և այլ խախտումների համար։ Որպես անհայտ կորած որոնվում է 2000 թվականին ծնված Մաթևոս Պողոսյանը, որը սեպտեմբերի 28-ին ժամը 17-ի սահմաններում դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Նրա մասին որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Նոր Նորքի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 63 28 64 հեռախոսահամարով։ Հոկտեմբերի 6-ին Երևանի ժամանակով ժամը 11-ից 13-ը արտերկրի մեր հայրենակիցները Skype-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին, մասնավորապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Skype-ի հասցեն Armenian Police, հարցեր կարելի է ուղարկել նաև press.police.am, դիմում police.am էլեկտրոնային հասցեներին։